Ինչով նայեք։ Սրտոցով։ Ինչով։ Սրտոցով։ Դա ինչ է խոսում։ Չէ, որ ավելի մանր բաները տեսնենք, ինչով ենք նայում։ Սրտոցով, որովհետեւ բան որ այտենց որ մեծա չէ, որ այտենց կաս մոտիկ նայես։ 4-րդ դասարանցի Արթուրին երբեմն դժվար են հասկանում դպրոցում, երեխան բառեր կամ մտքեր է արտաբերում, որոնք ոչ մի լեզվով չեն թարգմանվում։ Տիկին Արշակյանը դասվար է, որ տևական ժամանակ է ուսումնասիրում է նրա վարքն ու փորձում հասկանալ լեզուն, բացահայտել է Արթուրն այլ լեզվով մտածում, հայերեն խոսում է։ Առանձնահատուկ է նրանով, որ եթե ինքը հասկանալի լինի, ինքն իրեն լավ կզգա։ Արթուրը շատ անսպասելի կարող է սահուն անցնել անգլերենի, բայց դպրոցում այդ լեզուն հաջորդ տարի պետք է ուսումնասիրի։ Չնայած հիմա գերմաներեն է սովորում, դա չի խանգարում, որ անգլերեն երկար տեքստեր կարդա, պատմություններ ու հեքիաթներ պատմի։ The cat saw it and he hit the fly and the dog saw the cat and he hit him. The man saw Թե որտեղից է անգլերենն այդքան վարժ յուրացրել դժվարանում է ասել։ Եթե մուլտերից, ապա գրել ինչպես է կարողանում։ Քույրը որ պետհամալսանում օտար լեզուներ է ուսանում, երբեմն առանց եղբորի օգնության գլուխ չի հանում։ Կարելի ասել համալսարանի մակարդակի անգլերեն գիտի, ու մենք չգիտենք այդ ինքը որտեղից է սովորել, բայց շատ վարժ խոսում է, ինձ հավասար խոսում է, դաժե բաներ կա, որ ես իրանից եմ հարցնում, դասի ընթացքում ինչ-որ բան է լինում, ես տնային աշխատանք եմ անում, կարդում եմ, չեմ հասկանում, իրան ասում եմ, ինքնից բացատրում է։ Հաճույքով է օգտվում քրոջ գրադարանից, ընտրում է գունազարդ պատմվածքներն ու կարդում առանց դժվարության եւ առանց դադարի։ Անգլերենի համար ուշա գնացալ։ Իր հետ մեկը որ անգլերեն խոսա, ինքը շատ շնորհակալ է, որ ասում է, դաժե արտահայտում ասում է, ես այսօր օրս այնքան հագեցած անցկացրեցի, այսինքն ում հետ որ խոսում է ինքն է մեզ բացատրում։ Ասում եմ ինձանից շնորհակալություն հայտնեց, որ օրը շատ լավ անցավ, որ իր հետ անգլերեն է խոսում։ Մեզ շատ ասող է եղել, որ ինքը տարբերվող երեխա է։ Բայց դե հիմա էլի եմ ասում, գիտեք, էսի գյուղը, ասես ջան, մենք էլ չենք կարող, դե ապրում ենք էլի, գյուղացի ենք։ Հիմա չգիտենք սրան ինչ ուղղությամբ տանենք։ Մեր ցավը մենակ է դա։ Արթուրը երբեմն խոսում է նաև միայն իրեն հասկանալի լեզվով։ Ընտանիքը դիմել է մասնագետի օգնությանը, պարզելու տղայի առեղծվածը։ Ուսումնասիրել ասել են, այդ մենք իրենից պետք է սովորենք։ Բառը նկատել եմ, որ ինքը ուրիշ լեզվով ասում, բայց ես էլ չեմ հասկանում ինքը որտեղից է այդ օգտագործում այդ բառերը ու ինչ լեզու է ինքը ընդհանրապես։ Եթե համակողմանի եւ մասնագիտական աջակցություն ստանա Արթուրը, հաստատ տարիներ հետո մենք արդեն, չգիտեմ, տաղանդի հետ կխոսենք։ Կարծում եմ նման աշակերտներին պետք է հատուկ ուշադրություն դարձվի, թույլ տանք լրացուցիչ կրթական ծառայություններից օգտվի, որպեսզի իր միջի էներգիան, իր ունակությունները կարողանա բացահայտի։ Հետաքրքրությունների լայն շրջանակ ունի Արթուրը, ֆուտբոլից ու կենդանիներից միջև բժշկություն եւ տիեզերք։ Եթե առաջադրանքը նրա հետաքրքրությունների տիրույթում է, 3 րոպեում կատարում է, հետո սկսում ձանձրանալ։ Արթուրի հարցերից երբեմն ուսուցիչներն անակնկալի են գալիս։ Դասարան են մտնում զինված հնարավոր հարցերի պատասխաններով։ Ես ամեն օր անակնկալի եմ գալիս, թե ինչ հարց պիտի տա Արթուրը։ Եվ ես այդ հարցերին պիտի հստակ պատասխաններ կարողանամ տալ։ Իսկ եթե հստակ պատասխաններ չեմ ունենում, միասին ենք մենք վերլուծում, որ այդ հարցի ինչի համար ենք, ասենք աղյուսակաձև բաժանումը սովորում։ Խաղերը եւս երեխայի հետաքրքրությունների շրջանակում են։ Եթե դրանք իր ստեղծածը չեն, ապա կանոնները փոխում է, դարձնելով ավելի բարդ եւ դժվար հաղթահարելի։ Իր գերզգայուն աշխարհում Արթուրն ապրում է չարից հեռու իր նկարների մեջ։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։